Բայց Աստվածաշնչում սատանան համեմատվում է 5 տարբեր կենդանիների հետ։ Դրանցից առաջինը թռչունն է։ Թռչունի նման նա գողանում է մեզանից Աստծո խոսքը, որպեսզի մենք այն չհասկանանք։ Երկրորդը գայլն է։ Նա որպես գայլ գալիս է եւ հափշտակում է ոչխարներին։ Երրորդը առյուծն է, բայց ոչ թե Հուդայի ցեղից եղած առյուծը, այլ քաղցած մռնչացող առյուծը, որը փորձում է ընդօրինակել ճշմարիտ առյուծին եւ այդ պատճառով թշնամին մռնչում է եւ այդպես վախ ու սարսափ է սերմանում մեր կյանքում։ Չորրորդը վիշապն է, որը փորձում է մոլորեցնել ամբողջ աշխարհը։ Եվ հինգերորդը օձն է կամ իժը։ Եվ օձի նման սատանան հարձակվում է մեզ վրա իր երախով եւ փորձում է թույն ներարկել մեր օրգանիզմ։ Նրա թույնը սուտն է, վախն ու կասկածը։ Ֆինիքս քաղաքի բժշկական կենտրոնում Արիզոնա նահանգ հետազոտություն են անցկացրել, եւ այդ հետազոտության արդյունքների ճշմարտացիությունը հաստատում է նաեւ դոկտոր Բոբ Լարսոնը, ով բնակվում է Արիզոնայում։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել շառաչող օձերի մասնակցությամբ եւ պարզել, որ շառաչող օձերը նույնիսկ մահից հետո կարող են հարձակվել, կծել եւ նույնիսկ սպանել իրենց որսին։ Երբ որոշ շառաչող օձերի գնդակահարում կամ գլուխը կտրում էին, նրանք նույնիսկ դրանից հետո պահպանում էին ռեակտիվ ռեակցիա ցուցաբերելու ունակությունը։ Եվ այդ հետազոտության արդյունքներով շառաչող օձի գլուխը դեռ կարող էր հարձակվել իր զոհի վրա նույնիսկ 1 ժամ անց այն բանից հետո, երբ այն անջատվել էր մարմնից։ Եվ այն դասը, որը մենք կարող ենք քաղել, դրանից կայանում է նրանում, որ Հիսուսը Գողգոթայում հարվածեց սատանայի գլխին։ Բայց այն, որ սատանան պարտվել է, դա դեռ չի նշանակում, որ նա մահացել է։ Գրքում ասվում է, որ մենք տեղ չտանք դևին, որ մենք դիմադրենք նրան եւ որ մենք կողք կրկենք օձերի եւ կարիճների։ Եվ սա վկայում է այն մասին, որ նույնիսկ պարտված թշնամի լինելով նա դեռ ակտիվորեն գործում է երկրի վրա եւ կարող է մուտք գործել հավատացյալ մարդկանց կյանքերը, եթե նրանք ցանկանան այդ մուտքը տրամադրել նրան։ Բայց մեզանից շատերի դեպքում սատանան մուտք է ստացել մեր կյանք, դեռ մինչև մենք ապաշխարեցինք եւ եկանք Տիրոջ մոտ։ Այսինքն մինչև մեր փրկության պահը։ Պարզապես այդ մուտքը նրանից ոչ ոք չի վերցրել, մինչև որ մենք չենք վեր կացել, չենք ուրացել, չենք խոստովանել, չենք ապաշխարել, չենք սկսել դիմադրել չար ուժերին եւ չենք հռչակել մեր հաղթանակը Հիսուսում։ Եվ հենց այդ մասին մենք խոսենք այս դասընթացի հաջորդ տեսանյութում։ Հիշեք, կյանքը ոչ թե խաղահրապարակ է, այլ մարտի դաշտ։ Շատ հավատացյալներ հռչակում են, թե ապրում են հաղթանակի մեջ, բայց չունեն ազատություն։ Հետո ինչ, որ դուք հռչակում եք հաղթանակ։ Հարցը նրանում է, թե դուք ունեք ազատություն եւ իշխում եք կյանքում։ Սատանայի պարտությունը հոգեվոր պատերազմի ավարտը չդարձավ։ Իրականում դրանից հետո հոգեվոր պատերազմը միայն սրվեց, քանի որ նախկինում մենք բոլորս մեղքի ստրուկներ էինք եւ սատանայի զոհեր։ Իսկ հիմա դարձանք ռազմիկներ։ Քանի որ անհնար է լինել ռազմիկ, եթե պատերազմ չկա։